Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Սոյանն եմ։ Այսօր զրուցելու ենք պատմական գիտությունների տեխնացու Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսենք ադրբեջանական քարոզչական մեքենայի մասին, որը շատ վերջերս ակտիվ տարածվեց թե միջազգային, թե նաև արդեն հայաստանյան հարթակում առհասարակ, երբ սկսվեց առաջինը արևմտյան Ադրբեջան խոսույթը, որովհետև օրինակ մեր իշխանությունները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա ընդամենը հայելային արձագանք է այն բանի, որ մեր ազգային ժողովում կան դրված Արցախի դրոշներ։ Բայց ես գիտեմ, եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղեք, որ առհասարակ արևմտյան Ադրբեջան խոսույթը սկսվել է շատ ավելի վաղ։ Խոսենք առհասարակ ինչպես սկսվեց, ինչպես տարածվեց եւ ինչու հենց այս փուլում շատ ավելի ակտիվացավ։ Շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար։ Իրականում ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ մինչ Ադրբեջանից հնչող տեքստերը բավականին ուղիղ են եւ երկակիության տեղ չեն տալիս, Հայաստանի քաղաքական դաշտում իշխանության կողմից փաստացի արվում է այդ ամենի փաստաբանություն, ընդդիմության կողմից արվում է սխալ մեկնաբանություն, տերմինաբանության կիրառում, որը վնասում է թեմային ճիշտ անդրադառնալու հարցում։ Առհասարակ Իլհամ Ալիևը արևմտյան Ադրբեջան կոչվող տերմին է, որը զավթողական տերմին է, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքը երբեք պատմության որևէ փուլում աշխարհագրական որևէ քարտեզի վրա չի կոչվել արևմտյան Ադրբեջան։ Եվ չկա որևէ տեքստ, ապացույց կամ քարտեզ, կրկնում եմ, որ դա այդպիսի անունը կրի։ Կիրառել է այդ տերմինը առաջին անգամ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթում։ Պետք է ասեմ, որ դրան նախորդող շրջանում 90-ականներին Հեյդար Ալիևը 1 կամ 2 այդ տերմինը կրող ելույթ ունեցել է, բայց արագորեն թեման փակվել է, քանի որ կար Արցախի հիմնահարցը եւ իրենք շատ հոյակապ հասկանում են, որ եթե նման տերմիններ կիրառեն, ապա ակնհայտ է, որ իրենք Արցախով չեն սահմանափակվելու ունեն երկարաժամկետ նպատակներ։ Միևնույն ժամանակ, եթե կհիշեք 2013-14 թվականին Իլհամ Ալիևը ունի ելույթներ Երևանի հանդեպ հավակնություններ ներկայացնող Սևանի, այո։ Սյունիքի, բայց այդ մի քանիսով սահմանափակվում էր։ Իսկ 22 թվականի դեկտեմբերի 24-ին նա ուղիղ տեքստով հայտարարեց, որ իբր Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել տարածաշրջանում եւ Հայաստանը պատկանում է Ադրբեջանին։ Այդ ժամանակ Արցախում ապրում էին հայեր։ Բնականաբար իրենք դուրս չեն եկել եւ չկար վերադարձի իրավունքի հարց, ուստի դա համատեղելի չէ հենց տրամաբանության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը շատ ուղիղ տեքստով ասել է, որ ինքը կարողանում է դրա մասին խոսել բացառապես, քանի որ փակել է Արցախի հիմնահարցը։ Իսկ հիմնահարցի փակում համարվում էր 2022 թվականի աշնանը Պրահայում հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է որպես առաջին պաշտոնական ճանաչում, այսպես ասած։ Ու դրանից հետո Ադրբեջանի ղեկավարը մի քիչ ոտը կախկցեց, պետք է ասեմ, երևի սպասում էր մտածում էր, դա ինչ սարսափելի բան է ասել, հաստատ ինչ որ մարդիկ կարծագանքն կդիմեն միջազգային հանրությանը եւ այլն, ոչինչ տեղի չունեցավ։ Կարճ ժամանակ անց Ալիևը հասկացավ, որ հանգիստ կարող է շարունակել այս խայտառակ զավթողական ծրագիրը, դա մցրեց դպրոցական դասագրքեր, հանրակրթական դասագրքերը, կոնկրետ պատմության դասագրքերը, որոնք ես ուսումնասիրել եմ, փոփոխվել են 20 թվականի պատերազմից հետո, մցրեց այդտեղ ներկայացնելով, որ հայկական ԽՍՀ-ն կառուցվել է իբր ադրբեջանական հողերի վրա։ Եվ ես շարունակ ասում եմ, երբեք չի կարելի այստեղ թվեր կիրառել, իրավունքի հավասին խոսել, որովհետև Ադրբեջանը չի ասում։ Գիտեք, հայկական ԽՍՀ-ում ապրել են ադրբեջանցիներ, մենք էլ կբացենք 89 թվականի մարտահամարի տվյալները, կասեն 84000 ադրբեջանցի ապրել է հայկական ԽՍՀ-ում, այդ մարդկանց մեծամասնությունը վաճառել իր բնակարանները ու հեռացել Հայաստանից։ Այ ադրբեջանական ԽՍՀ-ում այդ նույն թվին ապրել է 390,000 հայ, որոնց մեծ մասը ենթարկվել է պոգրոմների, էթնիկ զտումների եւ այլն, եւ այդ պատմությունը մենք չենք հորինել, դրանք արտացոլված են անգամ այն ժամանակվա խիստ պահպանողական խորհրդային մամուլում։ Բայց Ադրբեջանը այլ բան է ասում, ասում ձեր տարածքին ինձ է պատկանում, դուք իբր ցեղասպան ահաբեկիչ ժողովուրդ եք, որ տասնամյակներով, հարյուրամյակներով ինձ խլել եք ինձնից այդ տարածքը եւ ես ունեմ այսօր վերադարձի իրավունք։ Սենց ասեմ, ու կարճ ուղղակի ասեմ, որ նույն միջազգային մեր մասնագետները բազմիցս շեշտել են, որ իրավունքի դաշտում թեմա գոյություն չունի Ադրբեջանի համար։ Այո, իրավունքի դաշտում դա մերժված է։ Հենց դա է ուզում հարցնել։ Արդեն այնտեղ հստակ ասում են, որ արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների
իրենց բառապաշարով ասեմ վերադարձը արդեն միջազգային իրավական մակարդակում նոր թափ է առնելու եւ շատ լուրջ քննարկվելու է, բայց նաեւ զուգահեռ տանենք, ինչպես ձեր խոսքում նշեցիք, մի փոքր ավելի անդրադառնանք հենց Արցախյան թեմային, որ երկուսն էլ միջազգային ասպարեզում ինչ որ քննարկումների առիթ են դարձել են եւ կդառնան, հուսով եմ նաեւ հենց կոնկրետ Արցախյան թեման եւ համեմատականով առասարակ միջազգային ոլորտը եւ միջազգային իրավական լուծումները սա ինչպես կարող են, որ ուղղությամբ կտանեն։ Տեսեք, իրավունքի դաշտում Ադրբեջանը այո փորձել է հայցեր ներկայացնել եւ այդ հայցերը մերժվել են եւ եթե առիթներ ունենաք նաեւ զրուցելու մեր միջազգային իրավական մասնագետների հետ այդ ոլորտում իրենք ձեզ փաստերով ցույց կտան, որ այդ հայցերը մերժվել են։ Չկա որևէ միջազգային այցյան, որը ադրբեջանցիների համար իրավունք է ամրագրել անել վերադարձի իրավունք։ Այն էլ ոչ ասկոն ոչ անկոմ իբր արևմտյան Ադրբեջան, որ ընդհանրապես գոյություն չունի պատմության մեջ։ Սա հստակ զավթողական ծրագիր է, սա այլ կերպ դիտել հնարավոր չէ, եթե հստակ չես ուզում դրան ուրիշ երանգ հաղորդես։ Ինչ վերաբերում է Արցախի հայերի վերադարձի իրավունքին, ապա դա ամրագրված է միջազգային այցյաններով, դա ես չեմ հորինել, դա դուք չեք հորինել, դա Ալիևը չի հորինել, դա ամրագրված իրավունք է եւ իրենց ոչ մեկ չի կարող այդ իրավունքից զրկել։ Ի վերջո այդ ամբողջը տեղի ունեցել հաշվված տարիների առաջ ընդամենը եւ էթնիկ ստումը եւ բռնի տեղահանությունը, դրան նախորդող պատերազմը եւ այլն։ Եվ դրա հետ կապված հսկայական ապացուցողական բազա կա։ Բայց այստեղ կա մի շատ կարեւոր ու շատ վտանգավոր հոգեբանական ու տեղեկատվական բաղադրիչ։ Տեսեք, այն ամեն ինչ մեզ հետ տեղի ունեցավ հատկապես 20 թվականից ի վեր կոնկրետ Արցախում, դա հստակ ագրեսիվ պատերազմ էր, դա հստակ նպատակաուղղված էթնիկ հենքի վրա ատելության քարոզին ծառայեցվող գործողություններ էին, բլոկադան, էթնիկ զտումը, տեղահանությունը եւ այլն։ Այդքանից հետո ներկայիս իշխանությունները իրենց ворթեգրած քաղաքականությամբ ասում են դե լավ ինչ եղել է կոպիտ ասած, փակենք անցնենք առաջ, հիմա մենք լավ հարևաններ ենք, մեկ-մեկ հանդիպում իրար հետ սրճում ենք, այսպես ասեմ։ Եվ այդ հարևանն ասում է, քանի որ դու տենց արագ ես ամեն ինչ մոռանում։ Ես մի հատ տազա բան եմ մտածել այդ կապված։ Ինքս ցինիկաբար եմ ասում, բայց ասում եմ, տեսեք, դուք կոպիտ ասած այնքան անկամ եք, այնքան թույլ եք, այնքան անկարող եք, որ այդ ամենի հետ ինչ արեցի ձեզ հետ Արցախում, հիմա կգամ աչքս կդնեմ Հայաստանի Հանրապետության վրա ու էլի ձեզնից ոչ մեկ չի կարող նորմալ տեքստ արտաբերել դրա հետ կապված։ Խոսքը քաղաքական դաշտի մասն է, դա չէ հանրային դաշտում։ Կարծում շատ շատերը հանրային դաշտում ավելի լավ են գիտակցում, քան քաղաքական դաշտում ու քաղաքական դաշտում դա դարձավ ինչ որ ներքաղաքական շահարկումների առարկա։ Ընդդիմությունը ասում է, այսքան ադրբեջանցիներ, էլի կիրառելով ադրբեջանական տերմինները, որը ես դեռևս բարեկամաբար հորդորում եմ չկիրառել, ինձ մի բարկացրեք այս թեմայով, մի բերեք, մի ներմուծեք ադրբեջանական տերմինները հայկական դաշտ։ Եթե խոսում եք Ադրբեջանի ծրագրերից, տվեք դրա քաղաքական գնահատականը, դա շատ կարևոր է ծրագրերը զսպելու առումով, դա կարևոր առաջին քայլն է առնվազն։ Խոսում են ադրբեջանցիների ինչ որ այստեղ գալուց, նրանք էլ ասում են, վայ, տեսակ չեկան եւ այլն, բայց այդ ամբողջը բնականաբար ոչ մի 300,000-ի մասին խոսք լինել չի կարող։ 200 հատուկ ջոկատային պատրաստված ադրբեջանցու մուտքը Հայաստան լիովին բավարար է 100 Հայաստան ներսում խժդժություններ հրահրելու համար Ադրբեջանը կասի, վայ, քաղաքացիները եկան պայմանական ասած ինչ որ գերեզմաններ էին գնում, որ իրանք հորինել են, չգիտեմ, ինչ որ հայեր իրանք ոտը տրորեցին, ես զորք եմ մտցնում պաշտպանելու իմ քաղաքացիներին, ու ես մի քանի առիթներով այս ծրագրին անդրադարձել եմ, սա ես չեմ հորինել, սա արտացոլված է իրենց խոսույթներում, սա արտացոլված է մակողված իրենց նամակներում եւ չի կարող որևէ տրամաբանող մարդ բացատրել, թե ինչպես մի պետություն, որը իրապես ցկտում է խաղաղության կամ փակել պատմության էջը կամ գնալ երկարաժամկետ հարաբերությունների կարգավորման, այսքան գումար, ռեսուրս կդնի մի աբսուրդային խոսույթ ճշմարտության վերածելու համար։ Այսինքն իրենց պետք չէ այդ խաղաղությունը, այս օրակարգը, որ հիմա ընթանում է խաղաղության, իրենց պետք չեն։ Սա խաղաղության օրակարգ չի։ Սա խաղաղության անունը կրող Հայաստանի Հանրապետության շարունակական նվաստացման օրակարգ է եւ շատ կարեւոր է այդ օրակարգը շարունակել։ Հատկապես երբ Հայաստանում համաձայնվել է քաղաքական շրջանակները այդ նվաստացմանը համաձայնվել են, իրենք ընդունել են խաղի այդ կանոնները, իրենք հրաժարվել են դիմադրելու, պայքարելու որևէ ցանկությունից, Ադրբեջանը դա շատ ձեռնտու է։ Արդյունքում Ադրբեջանը աշխարհում հայտնի է դառնում որպես ինչ որ բացառիկ խաղաղասեր։ Պետությունը, որ կոնկրետ ցեղասպանական գործողությունները գնաց, հիմա խաղաղասերի դիմակով եւ պատվոնշաններով ման է գալիս։
բացառիկ նվեր է Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը անսահմանափակ ագահ է։ Ադրբեջանը բռնապետություն է, որը կառուցված է հայերի վրա ատելության քարոզի եւ Հայաստանի Հանրապետության Արցախի նկատմամբ երկարաժամկետ ծրագրերի, ագրեսիվ ծրագրերի վրա, եւ այդ ծրագրերը շարունակվում են։ Արցախը չեն հասկանում մարդիկ, բայց Արցախը ընդամենը փուլ էր Ադրբեջանի համար Հայաստանի ուղղությամբ գալու առումով։ Ինչու ստեղծվեց Սյունիքի նկատմամբ իրական պատերազմի սպառնալիք, իրական էսկալացիայի սպառնալիք։ Դա տեղ ունեցավ, որովհետեւ Սյունիքը զրկվեց իր թիկունք Արցախից։ Երբ մենք դուրս եկանք Քարվաճառից, Սյունիքը ամբողջությամբ դարձավ խոցելի։ Երբ մենք դուրս եկանք Քարվաճառից, Ադրբեջանը 22 թվականի սեպտեմբերին հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ։ Ու Հայաստանում չեն հասկանում, որ կամ չգիտեմ, չեն ուզում ընդունել, որ Արցախը այդ մեջքն էր, որը մենք կորցրեցինք։ Ու դրանից հետո Ադրբեջանը հասկանում է, որ մեր թիկունքը արդեն բաց է, ու մենք շատ ավելի խոցելի ենք։ Ու տեսնելով դաշտում դիմադրելու կամքի բացակայություն, ինքը մաքսիմալ դրանից փորձում օգտվել այսօր։ Դաշտում դիմադրելու բացակայությունը նաև կարող է կապված լինել այն բանի հետ, որ ինչպես ձեր խոսքում նշեցիք 300,000 ադրբեջանցի, որ այնտեղ այդ խոսույթ տարածվեց, այստեղ դարձավ նախընտրական ծրագրի մի մաս եւ այլն, եւ շատ հաճախ նաև ձեզ էլ ինչու ոչ, այսինքն ձեզ եւ ձեզ նման մարդկանց, ովքեր անդրադառնում են այս թեմային, ասում են, որ խոսելով արևմտյան Ադրբեջանի մասին, դուք եւս բերում եք այդ խոսույթը այստեղ եւ շարունակում եք այդ թելը։ Ինչպես չդառնալ թելը շարունակող եւ արդյոք հենց արևմտյան Ադրբեջանի մասին խոսելը նշանակում է իրենց քարոզչությունը շարունակել։ Գիտեք, մի քիչ տարօրինակ համեմատություն անեմ, մոտավորապես այդ որ ասում են սրանից չխոսանք, որ սա չլինի կամ էս խոսանք, որ սա լինի, տենց կաչի ասում են եկեք լավ ասենք, լավ լինի։ Ես շատ չհանձնվող լավատես եմ, չնայած բոլոր բարդություններին, բայց լավատեսությունը կապում եմ խելքի, կամքի, աշխատանքի հետ։ Օդից այդ լավատեսությունը գլխին չի իջնում։ Ասում մոտավորապես ասենք նույնն է, որ մեկը ինչ որ չգիտեմ, ինչ որ մագնիշի ասենք 0.6 քշի, բայց ամեն օր որ գնա ասի ես Rolls-Royce եմ քշում։ Դրանից այդ 0.6-ը Rolls-Royce չի դառնա, եթե ինքը չաշխատի, գումար չաշխատի, հետո չգնա այդ մեքենան չառնի, չէ՞, այսինքն այդ ամբողջ աշխատանքա որ մի օր ինքը իր ուծած մեքենան քշի։ Հիմա մոտավորապես ասենք Ադրբեջանը զավթողական ծրագրերի մասին շատ ակնհայտ խոսում է, եւ Հայաստանի իշխանությունները, որոնք հրաժարվել են պայքարել ու դիմադրել դրան, կոնկրետ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական դաշտում այսօր բարեբախտաբար խոսքը կռվի մասին չէ, պատերազմի մասին չէ, խոսքը այդ ամբողջ ժամանակին ճիշտ ձևով չեզոքացնելու մասին է, փաստաբանություն են անում Ադրբեջանի օգտին։ Իրենք Արցախի ժողովրդի ամրագրված իրավունքը, որը իրենք չեն որոշել, համեմատում են մի աբսուրդային գոյություն չունեցող իրավունքի հետ, դրանով բացառապես կշիռ տալով այդ աբսուրդային գոյություն չունեցող իրավունքին։ Իրենք իրենց հակատրամաբանական համեմատություններով տարօրինակորեն տրամաբանական են դարձնում Ադրբեջանի զավթողական ծրագրերը։ Ու մենք ընկնում ենք այդ հակատրամաբանական համեմատությունների տրամաբանական ու բնականորեն եկող երևույթների թակարդը։ Մենք այդ թակարդում ենք հայտնվում։ Շատերը ասում են դե լավ եկեք Արցախ բառը չասենք, որ իրանք սա չասեն։ Արցախը կներեք մենք մեր տնից չենք բերել։ Այդ արևմտյան Ադրբեջանը ինքը իր տնից է բերել։ Այդ ինքն է հորինել, ինքը նստել իր պապայի հետ իրաց տանը հորինել են դա։ Դա գոյություն չունի, դա ոչ միտեղ չկա։ Դա իրանք հորինել են իրաց տնեցիկով։ Ալիևները հորինել են իրաց տնեցիկով, կոպիտ ասեմ։ Ուր էր այս ամբողջ քաղաքական դաշտը, ես դուք բոլորը, երբ Մեսրոպ Մաշտոցը համար ասում հայկական դպրոց էր բացում։ Ուր էինք մենք բոլորս։ Այսինքն չես կարող դու տենց բաները համեմատել ու փորձել նորմալ դարձնել Ադրբեջանի զավթողական ծրագիրը։ Ես դրա համար եմ ասում, ինձ համար անհեթեթ է շարունակ դեժավյուի նման հետևել, թե ոնց Ադրբեջանը ուղիղ խոսում իր ծրագրերի մասին ու ինչպես ենք մենք սիստեմատիկ մերժում դա անցալելը։ Չենք ուզում հասկանանք, չենք ուզում պայքարենք, չենք ուզում հասկանանք ու ժամանակին պայքարենք։ Նախորդիվ մինչև 20 թվականի պատերազմը, երբ մենք համարում ենք, որ մենք հաղթել ենք եւ այլն, այլ դիրքերից ենք, շատ հաճախ Ադրբեջանը դառնում էր հեգնանքի առարկա, ինչ որտեղ անլրջացվում էր։ Այն ժամանակ էլ հոյակապ կհիշեք, ասում էին ներքին լսանի համար խոսում, ասում են Երևանը մերն ասում ներքին լսանի համար խոսում, դե ալիևը նեղված Արցախի թեմայով ներքին լսանի համար խոսում։ Հիմա երբ ամբողջը արել է, այդ խնդրին հասել է մի կետի, որը չէր էլ կարող երազել Արցախում ոչ հայ կա, ոչ մի բան, նորից ասում է Հայաստանը իմ տարածքն է։ Դե ասում են ներքին լսանի համար խոսում։ Բայց այդ ներքին լսանի համար ինչ խոսում է, դա իրականացնում է։ Ու դրա գինը մենք ենք վճարում, շատ թանկ ենք վճարում։
Ներքին եւ արտաքին լսարանների համար քարոզչամեքենան եւ քարոզչությունը արդյոք նույնն է։ Տարբեր։ Եթե տարբեր է, նպատակը որն է եւ ինչով են տարբերվում։ Շատ լավ բան ինձ հիշեցրիք։ Ուրեմն ես բարբերաբար մոնիթորինգի եմ ենթարկում Ադրբեջանի պետական լրատվականները, բնականաբար այնտեղ ոչ պետական գրեթե չկա, բայց այդ պաշտոնական, որ գրած ասենք Ազերթաջ Ադրբեջանի պետական լրատվական գործակալություն, օրինակ աշխատում էի ու միայն հունիս ամսին այդ գործակալությունը 80 հոդված է հրապարակել հունիս ամսվա 30 օրերի ընթացքում, որտեղ Հայաստանի տարածքը կոչվում է այդ զավթողական ծրագրի անունով։ Հայաստան չի գրում Հայաստանի Հանրապետություն։ Այդ ավտողական ծրագրի անունն է դնում մեր տարածքի վրա 80 հոդված։ Ու նայում եմ հատուկ նայեցի, ասում տեսնես սրա կայքը կամ 5 լեզվով։ Ասում տեսնես սրա անգլերեն ու ռուսերենը կան, գոյություն չուներ։ Գոյություն չուներ, դա հոյակապ օրինակ է։ Միևնույն ժամանակ օրինակ Ալիևը հիշում եմ շատ լավ, անցած տարվա օգոստոսի 8-ից հետո հանդիպումից Վաշինգտոնի այդպես բուրըն գնացել էր ու ինչ որ նամակ էին ուղղել այդ զավթողական ծրագրի անունը կրող այդ համայնքի ներկայացուցիչներ իրեն։ Այդ նամակը հրապարակվել էր Ադրբեջանի նախագահականի կայքում, բայց միայն ադրբեջաներեն։ Անգլերեն ու ռուսերեն բաժին։ Ինչու որն է նպատակը։ Որովհետև գիտեմ, որ դա աբսուրդ է։ Որովհետև եթե մեկը դնի Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունում այս ամբողջը հավաքի ու ներկայացնի միջազգայինների կները կափարիչը կթռնի կասանես լավ չի, իսկ քնես ինչա։ Որովհետև դրա դեմ այնքան հեշտ է պայքարելը, դա աբսուրդ է։ Քանի դա աբսուրդ է ու դա հասկացում է, որ դա աբսուրդ է, դրա դեմ պայքարելը հեշտ է։ Բայց ներկայիս ժամանակակից տեխնոլոգիաների ու խառը աշխարհների ժամանակ չես կարող ասել 3 տարի հետո դա աբսուրդը կարող է դառնալ առնվազն քննարկման առարկա։ Ու մենք պիտի ապացուցենք, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանի պատուհանով դա էլ բերեն։ Այսինքն այն ինչ որ պահի անհետ էր թվում, մենք չենք էլ նկատում, որ պայից դառնում է շատ նորմալ, սովորական քննարկման առարկա առնվազն։ Չի կարելի դա թույլ տալ։ Պետք է այդ ամբողջը հսկայական մեզ նյութ են տալիս ապացուցելու, որ իրենք զավթողական պետություն են, որ իրենք Հայաստանի դեմ մշակում են զավթողական ծրագրեր։ Իրենց կրթության նախարարը կանգնում ուղիղ տեքստով ասում է Հայաստանը զավթելը վերահսկային նպատակն է։ Իրենց Բաքվի պետական համալսարանում հավաքվում միջոցառում են անում, ասում են Հայաստանը զավթելը վերահսկային նպատակն է։ Ինչ վերադարձ, ինչ իրավունք, ինչ չգիտեմ 300,000 ադրբեջանցի մարդիկ ուղիղ մեր ճակատին ասում են պետք չի դա այլ կերպ կարդալ, պետք չի դա չափազանցնել, որովհետև դա արդեն չափազանցված է, պետք չի դրա հետ կապված AI գործիքակազմեր կիրառել, որովհետև ինքը այնքան աբսուրդ է, որ AI-ին տալիս եմ, ասում ես ինչ ես ինձ տվել ընդհանրապես։ Ես անկեղծ եմ դες ասում, եղել է նյութ, որով ես զբաղվում էի, ես արհեստական բանականությանը տվել եմ ասել, կարող ես վերլուծել, գրել այս ատելության խոսք շփազանց շատ էս չեմ կարող վերլուծել։ Այս պահի դրությամբ դա անհեթեթություն է, այդ անհեթեթության դեմ չի պայքար, չի մղվում, ու դա շատ վտանգավոր է։ Դուք ձեր խոսքը մի քանի անգամ նշեցիք, որ Հայաստանը որևէ կերպ չի դիմադրում եւ չի պայքարում այս ամենի դեմ։ Ինչպես կարող է պայքարել քաղաքական, իրավական, հասարակական տարբեր մակարդակներում, որ գոնե այս ամենը չկա եւ տարածվի թե մեր լսարանում, թե առհասարակ չդառնա բոլորիս համար ձեռքի գործիք, որ մենք անընդհատ սա քննարկենք եւ այնքան քննարկենք, որ մեզ համար այդ երևույթը դառնա սովորական։ Շատ կարևոր բան եք նշում, այդ հոգեբանական պատերազմի բաղադրիչներից մեկն է, որ մի բանից կան ես խոսում, որ ասում դե արդեն այո, հարմարվում ես եւ մտածում ես այդպես էլ պետք է լինի։ Իմ ջայլոց Արցախի թեմայով դա հոյակապ կիրառվել է հայ հանրության դեմ։ Հոյակապ ֆանտաստիկ պատերազմ մղվել, որտեղ այսօր կլինեն մարդիկ, որ կասեն այդ մեր հողը չէր, իզուր էին կռվում։ Դա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի կարևոր հաջողությունն է, որին Ադրբեջանը հասել է հասկան 1։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ 50,000 ադրբեջանցի մտածեր նենց ոնց որ մեզ պետք է իրանք մտածեն, դա լուրջ հաջողություն կլիներ, բայց մենք դրան չենք հասել, մենք այդտեղ ավելի համակարգը բարդ է, էլի։ Ամեն դեպքում դուք ճիշտ բան եք նշում, շատ կարևոր է, որ այդ ամբողջը չդառնա սովորական, ինչ որ ծամոն ծամելու պես մի բան, դե խոսացինք, անցանք, գնացինք ու դառնա առիթ աշխատելու։ Ու ես ասում եմ, ես գիտեմ, ուղղակի չեմ ուզում տենց բան թվա, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները սրա դեմ չեն պայքարելու։ Իրանք չունեն այդ կամքը, խելքը, ցանկությունը առհասարակ, դա հակասում է իրենց ներկայիս քաղաքականությանը, բայց անդիմադիր դաշտը ունի այդ հնարավորությունը, որովհետև ի վերջո վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողների 51%-ը անդիմադիր դաշտին է ընտրել։ Ու այդ անդիմադիր դաշտը եթե մի հատ միասնական գնահատական հնչեցնի, որ սա զավթողական ծրագիր է եւ այլն եւ այլն։ Այս ամբողջը կարևոր զսպաշապիկ կդառնա։ Օրինակ,
մի օրինակ բերեմ, երբ ես X-ի հարթակում գրառումներ անգլերեն եմ անում ու անընդհատ նշում եմ էքսպանսիոնիստական ծրագիր եւ այլն, դուք չեք պատկերացնի դա ադրբեջանցին որքան է բարկացնում մտնում միջև այն ասճան, որ իմ համար առանձին տեսահոլովակներ են սարքում, բայց ես հասկանում եմ, որ դա խնդրեմ է իրանց համար, իրանց պետքա որ դու խոսես իրավունքից, վերադարձից, չգիտեմ ինչերից, իրաց տերմիններով խոսես, իրենց պետք չի որ դու քաղաքական գնահատական տաս, որովհետեւ իրենք գիտեն թե իրանք ինչ абսուրդ թեզ են առաջ բերել։ Մի առիթով հիշեցի 2 տարի առաջ էր միջոցառման ժամանակ, որտեղ ադրբեջանցին միացել էր Zoom-ով եւ կային միջազգային հյուրեր, ոնց որ երկուսով պանելային քննարկման եք ինքը Zoom-ով էր միացել։ Ես հենց դասագրքերում տեղի ունեցած փոփոխություններից էի խոսում ու բոլոր միջազգայինները ապշել էին։ Դե գնալք ոչ մի ամերիկացի չի գնալու ադրբեջանական դասագրքեր ուսումնասիրիր, ավելի ուրիշ գործեր ունեն։ Դա մեր խնդիրն է, ուսումնասիրել եւ ճիշտ ներկայացնել։ Ու այդ ադրբեջանցի երբ միացավ իրեն հարցեր տվեց ինձ ինչ ինքը չպատասխանեց, ինքը շրջանցեց այդ թեման։ Դա հասկացա որ դա պրոբլեմատիկ թեմա է։ Ինքը ուղղակի շրջանցեց այդ թեման, ինքը այդ բառը չօգտագործեց նույնիսկ։ Եվ մինչդեռ ինքը նախագահի աշխատակազմի հետ ծերտ աշխատող փորձագետ է։ Ու հասկանում ես, որ երբ որ դու դա ճիշտ ես մատուցում, փաստերով ես մատուցում, դա դառնում է իրենց համար կախացավանք։ Ինչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը։ Տեղեկատվական առումով այս ամբողջը ճիշտ փաթեթավորել, ներկայացնել որպես լուրջ վտանգ, թե Հայաստանի Հանրապետության ուղղված, թե տարածաշրջանի անվտանգության ուղղված, եւ թե բոլոր այն միջազգային դերակատարների այն ծրագրերին, որ իրենք կապում են տարածաշրջանի հետ, տարածաշրջանը բացվի, թրիփը կառուցվի եւ այլն։ Սա ուղիղ սպառնալիք է այդ ամբողջը։ Չի կարող լինել տարածաշրջանի բացում, աշխատանք, ինչ որ բարգավաճում եւ բարիդրացիություն այս ծրագրի արկայության պայմաններում, եթե ադրբեջանցի սերունդը, ադրբեջանական սերունդը մեծանում է մտածելով, որ մենք իրանցից ինչ որ երկիր ենք խլել։ Չի կարա դա նորմալ լինի։ Սա մեկ դիվանագիտական գործիքակազմերով այդ ամբողջը մշտապես ներկայացնել միջազգային գործընկերներին ու գործընկերաբար հորդորել անպայման Բաքվին ուղարկել աստակ, որ սա համատեղելի չի խաղաղության մասին զրույցների հետ, որը բոլորը ողջունում են։ Համատեղելի չի։ Սա այս մասով հոգեբանական առումով ճիշտ ձևով սա մատուցել հանրությանը ցույց տալ լուծումներ, սա շատ կարևոր է։ Մարդիկ մտածում են, որ փակուղային է իրավիճակը, ելք չկա։ Օրինակ, Ադրբեջանին ասել, որ եթե դու իրավունքից ես խոսում, սենց ինչ որ մենք ցեղասպանենք, արի գնանք միջազգային քրեական դատարան, բայց ինչպես միջազգային հայցերից ուզում հրաժարվել։ Արի այդ հարցը տեղ լուծենք, արի ես չորոշեմ, դու չորոշես։ Գնանք թող միջազգային դատարանը որոշի։ Ոչ մեկ չի հարցնում Ադրբեջանը ինչին է պետք որ մենք միջազգային հայցերից հետ քաշվենք, եթե ինքը այդպես ապացուցողական բազա ունի, այսօր իբր հայերին է դատում ընդեղ եւ այլն շինց ու դատավարություններով։ Բայց թե ապացույց ունենար, հենա դատարանում կապացուցել միջազգային դրանից էլ լավ բան, միջազգայինորեն ապացուցել, թե իբր հայերը ցեղասպան են։ Ֆանտաստիկ կլներ Ալիևը։ Մենք չի կարող դա ապացուցել, այդպես բան գոյություն չունի։ Այ մենք շատ բան ենք ապացուցելու, ու երբ որ մենք մեր գոյություն ունեցող փաթեթները, ապացույցները եւ ամբողջը վառում ենք, վրան էլ կիսլոտա լցնում, հետո մի հատ էլ ոտերը վրան կանգնում, թափ տալի, որ հանկարծ ոչ մեկ չհիշի, այդտեղ ինքը հորինում է իր համար գոյություն ունեցող իրավունքներ, փաստաթղթեր, հիմքեր, ու մենք սկսում ենք պայքարել այդ абսուրդի դեմ, որովհետեւ հրաժարվել ենք մեր գոյություն ունեցող իրավունքից փաստաթղթերից։ Շնորհակալություն շատ, որ եկաք մեր տաղավար եւ խոսեցինք այս թեմայից։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106 5 հաճախականությանը, ես Գայա Սոյանն եմ, կհանդիպենք։